Թագավորական դիմավորում արդեն երկնքից Սաուդյան Արաբիայի կործանիչներն օդ են բարձրացել ամենաբարձրաստիճան հյուրի առաջին բորդն ուղեկցելու համար։ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության առաջին պաշտոնական քառօրյա վոյաժը Մերձավոր Արևելքում է։ Առաջին թաչդաունը Ռիադն է։ Սաուդյան Արաբիայի թագաժարանք Մոհամմեդ բին Սալմանն է դիմավորել Միացյալ Նահանգների նախագահին։ Թրամփի փողկապը մանուշակագույն է, որը թագավորների գույնն է համարվում և նույնիսկ համընկնում է ուղեգորգի գույնի հետ։ Միացյալ Նահանգների նախագահի առաջին խոշոր արտասահմանյան շրջագայությունն աննախադեպ է։ Տուրը ներառում է Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Արաբական 3 երկրներն էլ Միացյալ Նահանգներում ներդրել են տրիլիոն դոլարներ, օրակարգում են տնտեսական գործընկերության, դիվանագիտության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման թեմաները։ Այցի հենց առաջին օրը Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան կնքել են պատմության մեջ սպառազինության ամենամեծ վաճառքի համաձայնագիրը 142 միլիարդ դոլար բյուջեով։ Այն ներառում է 5 դրույթ՝ ռազմաօդային ուժերի ու տիեզերական հնարավորությունների զարգացում, օդային ու հակահրթիռային պաշտպանություն, ծովային և ափամերձ անվտանգություն, սահմանային անվտանգություն և ցամաքային ուժերի տեղեկատվական ու հաղորդակցական համակարգերի արդիականացում։ Կնքվել են նաև տնտեսական գործարքներ։ Սաուդյան Արաբիան պարտավորվել է Միացյալ Նահանգներում կատարել 600 միլիարդ դոլարի նոր ներդրում, մասնավորապես արհեստական բանականության ոլորտում։ Ներդրումների ֆորումի ժամանակ թագաժարանքն ազդարարել է 1 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքների մասին։ Այսօր ուսումնասիրում ենք 600 միլիարդ դոլարի գործընկերության հնարավորությունները, այդ թվում այս ֆորումի ընթացքում հայտարարված ավելի քան 300 միլիարդ դոլարի համաձայնագրերը։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում մենք կաշխատենք երկրորդ փուլի վրա, մնացած համաձայնագրերը ավարտին հասցնելու համար, որոնց ընդհանուր արժեքը կհասնի 1 տրիլիոն դոլարի։ Սաուդյան Արաբիայի թագաժարանգի խոսքով երկու երկիրն էլ ուրախ են 32 տարի առաջ սկսված տնտեսական սերտ հարաբերությունների համար։ Գործարքից գոհ է նաև բարձրաստիճան հյուրը։ Նախորդ վարչակազմի օրոք արձանագրված տնտեսական անկման օրերն իրենց տեղն արագ զիջում են աշխարհի պատմության մեջ ամենամեծ տնտեսությանը։ Մենք բարձունքում ենք։ Միացյալ Նահանգներն ամենազիլ և տաք տերությունն է, պետք է ասեմ, ձեր երկրից հետո։ Սաուդյան Արաբիայի հետ հաջող գործարքներից հետո Միացյալ Նահանգների նախագահն անդրադարձել է մի շարք այլ հիմնախնդիրների, հույս հայտնելով, որ Ուկրաինայի թեմայով ստամբուլյան հանդիպումները հեռանկարային կլինեն ու դրական արդյունք կտան։ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև Սիրիայի հարցին։ Թրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Ես կհրահանգեմ կասեցնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի նրանց հնարավորություն տամ զարգանալու։ Սանկցիաները դաժան են ու կաթվածահարանող, թեպետ ժամանակին շատ կարևոր գործառույթ են կատարել։ Հենց այս ֆոնին Թրամփը Ռիադում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ, որը տարիներ շարունակ Միացյալ Նահանգների թիրախում էր որպես վտանգավոր ահաբեկիչ և որի գլխի համար Ամերիկան տարիներ շարունակ մեծ պարգևավճար էր խոստանում։ Ռիադ գալուց առաջ Սիրիայի ղեկավարը Թրամփին առաջարկել էր պատժամիջոցները վերացնել երկրի բնական ռեսուրսներին Միացյալ Նահանգների հասանելիության դիմաց։ Սիրիայում նշել են, որ Թրամփի որոշումը շրջադարձային պահ է երկրի համար։ Լուրջ գործարքներից ու բանակցություններից հետո Թրամփի թագավորական ընդունելությունը շարունակվում է։ Սաուդիները ցանկացել են ուրախություն պարգևել Սպիտակ տան ղեկավարին, նրան առաջարկելով ամենասիրելի ուտեստը։ Հատուկ Թրամփի համար Սաուդյան Արաբիայում շարժական Մակդոնալդս է տեղադրվել։ Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս է նշել, որ ֆասթ ֆուդի մեծ սիրահար է։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։